Ռուսաստանի Դաշնությունը իր քաղաքացիներին տեղեկացնում է, որ երրորդ երկրներ մեկներից զույգ լինեն, որովհետև կարող է իրենց ձերբակալեն եւ փոխանցեն Միացյալ Նահանգներին, այդ երկրների շարքին նաև Հայաստանին ներառել, սա ինչպես է գտնաբանել։ Ռուսաստանը մեկ այլ օրենքի համաձայն իրենց զորքերը կարող են օգտագործել մեկ այլ պետության տարածքում իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար։ Հայաստանում կա ռազմաբազա, այս մասով մտավախություններ կան, որ կարող է Ռուսաստանը իր քաղաքացիներին պաշտպանելու անվան տակ Արեգի ռազմաբազային ինչ-որ գործողություն։ Ոչ, մտավախություն չկա, որովհետև 102-րդ ռազմաբազան, անկախ նայած թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում եւ Հայաստանի իրավազորության ներքո, չի կարող լինել մտավախություն։ Արտահանձնման հետ կապված, տեսեք, օրինակ շատ դեպքեր կան եւ այդ դեպքերը 1-2-ը չեն գոնե իմ հիշելով, ասենք կան դեպքեր, երբ որ Հայաստանում անազատության մեջ ձերբակալվում են մարդիկ Միացյալ Նահանգների հայտով, ձերբակալվում են մարդիկ Ռուսաստանի հայտով։ Իմիջիալից ես ձեզ ասեմ, որ մեկ-մեկ որ աղմուկ ա լինում, որ ասենք չգիտեմ, ինչ բլոգերին են ձերբակալել կամ ակտիվիստին, ինքը կարգավորում է, այսինքն իրավապահները պարտավոր են գործել, եթե կա հետախուզում, որովհետև պարտավոր են մի հատ հասկանալ, ինչ պատճառով է, որովհետև տենց այդ աղմուկի տակ, բա որ մեկ էլ մի հատ մարդասպանի բաց թողեն, հասկանում եք, այսինքն դա իմի մարդուն կարա 3 օր, կարա 2 օր, կարա մի քանի ժամ, բայց մի հատ հասկանան էությունը, գոնե հասկանան հոդվածի էությունը, մեղադրանքը, այսինքն դա ինքնաշխատ աշխատող մեխանիզմ է, բայց ես ինչ է ասում, լինում են դեպքեր, եղել են դեպքեր, որ Ռուսաստանի հայտով մարդ է ձերբակալվել Հայաստանի Հանրապետությունում, եղել են դեպքեր, որ Միացյալ Նահանգների հայտով է մարդ ձերբակալվել Հայաստանի Հանրապետություն, եղել են դեպքեր, որ հայտը բավարարվել է եւ արտահանձնվել է, եղել են երկու դեպքում է, եղել են դեպքեր, որ հայտը չի բավարարվել եւ չի արտահանձնվել, այսինքն մենք կայացնում ենք որոշումներ մեր օրենսդրության եւ գործին համապատասխան, իմիջիալից ասեմ, որ դեպքեր են նույնիսկ, որ 2-3 երկրներով նույն մարդը ձերբակալվում է եւ երկրները 3 երկիր ակնկալում է մեզնից, որ մենք հանձնենք իրեն, այդպիսի դեպքեր էլ կան եւ նաեւ այդ դեպքում որոշումներ են կայացվում տրամաբանության շրջանակներում։ Ինչ վերաբերում է այդ հարցին արձակուրդում եմ, ես հրահանգը տվել եմ, կատարեն, չկատարեն իրանց ընտրությունն է, բայց իրանք որոշել են կատարել։ Ես այնուամենայնիվ արձակուրդում, թե ոչ արձակուրդում, Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, էլ չեմ ասում, եթե արձակուրդում եմ, ինչ եք այդ հարցերի պատասխան ինձնից ուզում, գնացեք Մեհեր Գրիգորյանին հարցրեք։